Կադրերում իրանական կամիկաձե անօդաչուներն ու հրթիռներն են, որոնք Օմանի ծոցում պատրաստվում են խոցել ամերիկյան նավերը, Քուվեյթում բազաները։ ԱՄՆ բանակի կապի և հոբ համակարգերը վառելիքի և զինամթերքի պահեստներն է այդ երկրում շարքից հանել Իրանը։ Մտահոգիչ է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Միջազգայնագետները նկատում են, որ երբ փոքրիկ հույս է արթնանում խաղաղության, լռությունը խախտում են ամերիկյան և իրանական հրթիռները։ Իրավիճակն այնքան է լարվել, որ պատերազմի մեջ են ներքաշվել նաև Իրանի դաշնակից Եմենի հութիները, Սաուդյան Արաբիայի միջազգային օդակայանին են հարվածել։ Եմենից թիրախներ են խոցվել նաև Սաուդյան Արաբիայի քաղաքներում։ Ամերիկյան հրթիռները հասել են Իրանի հարավային ափամերձ հատվածներ, Քիշ, Ղեշմ և Աբու Մուսա կղզիներում խոշոր հրդեհ է բռնկվել։ 5 ժամ շարունակված օպերացիայի ընթացքում ամերիկյան զինուժը հարվածել է Բուշեր, Ջասկ, Քոնարակ, Բանդերաբաս, Չաբահար քաղաքներին։ Նահանգների ղեկավարի պնդմամբ հարվածների նպատակն է թույլ չտալ Իրանին խաթարել ծովային երթևեկությունը Հորմուզի նեղուցում։ Առաջիկա օրերին հարվածները կշարունակվեն, հայտարարել է Թրամփը։ Տեղորոշման համակարգերն անջատած 2 լցանավ անտեսել են Հորմուզի նեղուցի անվտանգության կենտրոնի բազմաթիվ նախազգուշացումները և վտանգի են ենթարկել այդ հատվածում նավագնացությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ այդ լցանավերը խոցել ու շարքից հանել են։ Արդյոք այդ լցանավերը հնդկական են։ Պաշտոնական Դելին այսօր բողոքի նոտա է հղել Թեհրանին և հայտարարել, որ հարձակման հետևանքով զոհվել է հնդիկ նավաստի, ևս 10 քաղաքացի վնասվածքներ է ստացել։ Այս ֆոնին իրանական Ֆարսը գրում է, որ Իրանը փրկել է Հորմուզի նեղուցում նավերի բախումից տուժած 23 օտարերկրյա նավաստիների։ Դեպքը եղել է, երբ բեռնատար նավը բախվել է մեկ այլ նավի։ Հարվածի հետևանքով բեռնատարի կորպուսը լրջորեն վնասվել է, նավի մեջ ջուր է լցվել։ Նավապետը հրահանգել է շտապ տարհանել անձնակազմին։ Գայանա Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։